Հանրապետությունում սուրշնչառական վարակներով պայմանավորված 2026 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում շարունակում է պահպանվել հիվանդացության ցածր ակտիվությունը։ Հիմնական թիրախում շարունակում են մնալ 0-ից 18 տարեկան երեխաները։ Սուրշնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 1,3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 2 անգամ։ Արձանագրված դեպքերի 92,8%-ը կազմում են 0-ից 18 տարեկան երեխաները։ Մասնագետը նշեց, ներկայում հիմնականում շրջանառվում են գրիպ ատեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները։ Համաճարակաբանական դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին 2 շաբաթների ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել, բայց ըստ մասնագետի սա չի նշանակում, որ այն չի շրջանառվում։ Բայց նախորդ շաբաթների ընթացքում նաև ունեցել ենք այլ հարուցիչների շրջանառություն։ Նախորդ շաբաթվա ընթացքում ռինովիրուսի եւ ադենովիրուսի հարուցիչներն են շրջանառվել, ինչպես նաև H3N2 ենթատեսակը գրիպի։ 2026 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում թոքաբորբով պայմանավորված հանրապետությունում հոսպիտալացվել է 334 պացիենտ։ Անդրադառնալով ախտանիշներին, մասնագետները նշում են, որ հիմնականում սուրշնչառական վարակների դեպքում դրանք նույնն են՝ ընդհանուր թուլություն, հարբուխային վիճակ, քթահոսություն, հազ, փռշտոց, ջերմության բարձրացում։ Կլինիկական երևույթներով հնարավոր չի տարբերակել գործ ունեն գրիպի հետ, թե այլ սուրշնչառական վարակի, օրինակ ադենովիրուսի, ռինովիրուսի, ռեսվիրուսի կամ բոկավիրուսի հետ։ Այստեղ շատ կարևոր է լաբորատոր հետազոտությունների իրականացումը եւ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես այս սեզոնին գերակշռում է գրիպի A ենթատեսակի H3N2 տեսակը եւ սա նշանակում է, որ հենց պատվաստումները հնարավոր է կանխարգելել գրիպի ծանր ձևերի առաջացումը, քանի որ պատվաստանյութի բաղադրության մեջ առկա է նաև այս ենթատիպը։ Գրիպը պատվաստանյութը քառավալենտ պատվաստանյութ է, իր բաղադրության մեջ ունի 2 A ենթատեսակ, որոնցից մեկը H3N2-ն է եւ H1N1-ը եւ 2 B ենթատեսակ։ Եվ պատվաստվելով հնարավոր է կանխել այս սեզոնին առավել հաճախ շրջանառող հիվանդության առաջացումը։ Սվետլանա Գրիգորյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ սուրշնչառական վարակների կանխարգելման արդյունավետ մեթոդը պատվաստումն է, որը դեռ սեպտեմբերին սեզոնի մեկնարկին հասանելի է եղել։ Պատվաստման գործընթացը հատկապես կարևորվում է ռիսկի խմբերի շրջանում։ 6 ամսականից 5 տարեկան երեխաների, հղիների, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց, 65 տարեկանից բարձր անձանց, բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնի շահառուների ու այդ կենտրոնի աշխատակիցների եւ զինծառայողների համար։ Գայանե Գաբոյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։